Պատճառը այդ է։ Ըստ ձեզ արդյոք զգացել են, որ ամեն դեպքում պարտվում են եւ փորձում են ինչ-որ ռեպրեսիաների գնալ։ Դե դուք եք ասում այդ մասին, թե չէ ուղղակի տեղը թիրախավորել մի տեխնազուի ու այսպես առավոտնից ամբողջ թիմից նկատմամբ այս կարգի ճնշումներ, ձերբակալություններ, մեքենաները կանգնեցնել, վարորդներին իջեցնել, տանել կամ վարորդներին մեքենաներով տանել ու այս պայթորությամբ ամբողջ թիմս մեծ հաշվով պարալիզացված է, չի կարող աշխատանք տանել, չի կարող ընտրություն կազմակերպել, բոլորը խնդիր ունեն, բոլորը աշխատելու, կազմակերպչական աշխատանքները կարգավորելու խնդիր ունեն։ Եվ նաև ահազանգ կա, որ ընտրատեղամասերից ընտրողներին ստիպում են իրենց հետ դուրս բերել 8-րդ համարի քվեաթերթիկը։ Դուք ունեք նման ահազանգ եւ ինչպես եք որակում այս գործողությունները։ Դե որակում չեմ, դա արդեն հասկանալի է, ինչու հենց 8-րդ համարի քվեաթերթիկը, ինչու դուրս բերել, որ հասկանալի է։ Ես ուղղակի չեմ ուզում շատ բան ասել, քանի որ այս պայթորությամբ ընտրությունները գնում են, ընտանում են եւ ինչ կատարվում է, ընդանուրի աչքի առաջ է կատարվում, այդ քվեաթերթիկի դուրս բերելը հստակ մի բան է նշանակում, որ հաստատ համոզված լինեն, որ 8-րդ համարի օգտին քվեարկություն չի արվելու։ Պարզ բան է։ Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին հարցը կապված ձերբակալության հետ չեն հստակեցրել արդյոք ինչի համար է բերման ենթարկվել, արդյոք նորից այդ նախորդ շիբինի գործով է կամ նորից ընտրակաշառք, այսպես ասած, հայտնվել դաշտ։ Անկեղծ պիտի ասեմ, ինֆորմացիա չունեմ, բայց ինչ էլ որ լինի, պիտի հասկանանք։ Մի մարդու դեմ, երբ որ շիբինի գործով հակակոռուպցիոնը գործ է հարուցում, այդ թիմը, այդ մարդիկ, այդ աշճանի վատ ընկալող են իրավիճակը, որ պիտի հիմա էլ մի հատ ուրիշ ընտրակաշառքի թեմաներով ելնեն, մենք չենք տեսնում Գյումրիում ինչ մթնոլորտ է, մենք չենք տեսնում ոստիկանական հագուստով ու ոչ հագուստով ամբողջ Գյումրին ողողված է ուժային կառույցներով։ Մենք այդ կանը չենք հասկանում, թե մեզ պետությունից վեր ենք տասում, որ մեզ համար բազում մենք իշխանություն չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ ամեն ինչ։ Իսկ եթե իշխանություն չես, դու լավ հասկանում ես, որ իշխանությունը ամեն ինչ վերահսկում է ու իշխանությունը ամեն ինչ կարող է անել։ Մենք այդ կանը հասկանում ենք, վերջ ես 18 տարի քաղաքականության մեջ եմ, 14 տարի արդեն պատգամավոր եմ, այսքան տարիներ տարբեր տեսակի ընտրությունների միջով եմ անցել։ Ախր պիտի նաև հասկանամ, որ թիմի դեմ ինչ են անում։ Ավելացնելու ինչ ունեք, պարոն Գրիգորյան։ Ընդամենը ասում եմ, որ այս ամեն ինչն էլ կանցնի։ Այս ամեն ինչն էլ կանցնի, վաղը բոլորս այս քաղաքի մեջ շարունակելու ենք ապրել։ Ժամ 8 անցավ, դրանից հետո նորմալ օր է լինելու, նորմալ կյանք է լինելու։ Պետք չի ամեն ինչ խառնել իրար։ Այս քաղաքը առանցել է լիքը դժվարություններ ու խնդիրներ է տեսել։ Պետք չէ եւս մեկ անգամ այս մարդկանց մեջ մտցնել ագրեսիա, այս մարդկանց մեջ մտցնել մեկը մյուսի նկատմամբ տրամադրություն։ Ընտրություն է, ախր ընտրություն է, մի քաղաքի ընտրություն է, սովորական մի հատ քաղաքապետի ընտրություն է։ Պետք չէ այս կարգի խառնաշփոթ սարքել ու ամեն ինչ տագնու վրա անել։ Նորմալ, ժպիտով, ամեն ինչ նորմալ է։